Հազարավոր զոհեր ու վիրավորներ, տասնյակ հազարավոր ձերբակալվածներ, զանգված էին անկարգություններ ու արդեն մի քանի շաբաթ չդադարող ցույցեր։ Այսպիսի պատկեր է վերջին շաբաթներին Հայաստանի հարևան Իրանում։ Թեմա համար մեկի այս թողարկմանը կներկայացնենք, թե ինչ է կատարվում Իրանում, ինչից սկսվեցին ցույցերը եւ ինչպես կարող է հարևան երկրում անկայունությունը ազդել Հայաստանի վրա։ Իրանում բողոքի ցույցերը սկսվեցին 2025-ի վերջին։ Ազգային արժույթի ռիալի արժեզրկման ֆոնին իրանական շուկաների առևտրականները փակեցին իրենց կրպակները։ Արևմտյան պատժամիջոցների պատճառով տարեցտարի խորացող տնտեսական ճգնաժամը ստիպեց մարդկանց դուրս գալ փողոց։ Սկզբում իրանցիների բողոքը սոցիալական բնույթ ուներ, բայց շատ արագ վերաճեց իշխանափոխության պահանջի։ Այս ցույցերը մասշտաբով ամենամեծն էին իսլամական հեղափոխությունից հետո։ Տարբեր հաշվարկներով մասնակիցների թիվը հասնում է մի քանի միլիոնի։ Բացի Իրանից, իրանցիները ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Հայաստանում եւ այլուր։ Ամենամարդաշատ բողոքի ակցիան հունվարի 9-ին էր։ Հենց այդ օրն էլ իշխանությունները բռնի ուժ կիրառեցին։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ հրազենային միջոցներ։ Իսկ ցուցարարները մի քանի մզկիթ գրավեցին ու սկսեցին ավերածություններ անել։ Մահ բռնապետին, մահ Խամենեիին, վանկարկում էին ցուցարարները։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց հասկանալի են մարդկանց սոցիալական դժգոհությունները եւ պատրաստ են քայլեր ձեռնարկել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Բայց նաեւ նշում են, որ ցուցարարների մի մասը իսրայելական հատուկ ծառայության Մոսադի գործակալներ են եւ զբաղված են ահաբեկչությամբ երկրի ներսում։ Ցուցարարների շարքում Մոսադի գործակալների մասին հայտարարել է նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Շնորհավոր փողոցում գտնվող յուրաքանչյուր իրանցու նոր տարին, նաև նրանց կողքին քայլող Մոսադի յուրաքանչյուր գործակալի նոր տարին։ Իրանում արդեն մի քանի օր է անջատված է ինտերնետը։ Այդ պատճառով իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հունվարի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պնդեց. Իրանում համացանցի ամբողջական անջատման հիմնական պատճառը այն վայրագ գործողություններն էին, որոնք տեղի ունեցան հունվարի 9-ին։ Ցույցերի արդյունքում զոհերի վերաբերյալ տարբեր թվեր են հրապարակվում։ Որոշ տեղեկություններով զոհվել է 2000-ից 2600 մարդ, այդ թվում 100 ոստիկան։ Իսկ ամերիկյան CBS News-ի տվյալներով զոհերի թիվը մոտ 12000 է։ Իր ասուլիսի ընթացքում դեսպան Շիրղոլամին էլ զոհերի հստակ թիվ չնշեց։ Թե վնասների, թե սպանվածների թվի վերաբերյալ դեռ ուսումնասիրման փուլում ենք եւ դրա համար ժամանակ է պետք։ Իրանի դեսպանն ասուլիսի ընթացքում դժգոհեց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ցույցերից։ Նրա խոսքով ցուցարարների առաջ կանաչ լույս է վառվել։ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ ՆԳՆ-ն արձագանքելով դեսպանի հայտարարությանը նշել էր, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Հարկ է նաեւ նշել, որ ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ապահովել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Հայաստանում, Իրանում, Եվրոպայում եւ այլ երկրներում փողոց դուրս եկած իրանցիների մի մասը պահանջում է գահանկեց արված շահի Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդու Ռեզա Փահլավիի վերադարձը իշխանության։ Ես քաղբանտարկյալ եմ Իրանում ու հիմա Իրանում բոլորն են ինչ որ առումով քաղբանտարկյալներ։ Մենք ուզում ենք հետ բերել մեր երկիրն ու մեր շահին։ Մենք լիովին կաջակցենք նրան։ Տեսեք, բոլորն ամբողջ աշխարհում ուզում են ազատել Իրանն այս ռեժիմից ու ահաբեկիչներից։ Իսկ ով է ընդհանրապես Ռեզա Փահլավին, ինչպես նրա հայրը գահընկեց արվեց։ Եկեք փոքրիկ պատմական էքսկուրս կատարենք։ Փահլավիների արքայատոհմը Իրանում իշխանության է եկել 1925 թվականին։ Արքայատոհմի հիմնադիրը Ռեզա Շահ Փահլավին է։ Նա գահակալեց մինչև 1941 թվականը։ Նրա մահվանից հետո գահը փոխանցվեց որդուն Մոհամմադ Ռեզա Փահլավիին։ 1978-79 թվականներին Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Մոհամմադ Ռեզա Փահլավին գահընկեց արվեց։
1979 թվականի ապրիլի 1-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Իրանը հռչակվեց Իսլամական Հանրապետություն, իսկ Իրանի հոգևոր առաջնորդ եւ փաստացի ղեկավար դարձավ Ռուհոլլահ Խոմեյնին։ Գահանկեց Արվադ Շահի ավագ որդին Ռեզա Փահլավին, որն ապրում է ԱՄՆ-ում, այս ցույցերի ֆոնին ակտիվ ելույթներ է ունենում։ Նա հորդորում է իրանցիներին դուրս գալ փողոց, ԱՄՆ նախագահին էլ խնդրում է վճռական գործողություններով աջակցել ցուցարարներին։ Դոնալդ Թրամփը կարծես դեմ չէ միջամտել Իրանում տեղի ունեցողին։ Հունվարի 14-ին Truth Social-ի իր էջում Թրամփը քաջալերել էր իրանցիներին շարունակել ցույցերը։ Նրանք մեծ գին կվճարեն, օգնությունը ճանապարհին է, գրել էր նա։ Իսկ հունվարի 12-ին ԱՄՆ պետդեպը հորդորել էր իր քաղաքացիներին լքել Իրանը, այդ թվում Հայաստանի տարածքով։ Մարդիկ են սպանվել, որոնք չպիտի սպանվեին։ Նրանք ագրեսիվ առաջնորդներ են, եթե այդպես է կոչում նրանց։ Ես չգիտեմ արդյոք նրանք առաջնորդներ են։ Նրանք ղեկավարում են բռնությամբ։ Մենք շատ լրջորեն հետևում ենք, զինված ուժերը հետևում են, ու մենք դիտարկում ենք որոշ ուժեղ տարբերակներ։ Իսկ ահա ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի կարծիքով այս փուլում Իրանի իշխանություններին հաջողվեց կայունացնել իրավիճակը երկրում։ Նրա խոսքով, սակայն, իրավիճակը կարող է փոխվել, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը սպառնալիքներից անցնեն գործի եւ ռազմական գործողություններ սկսեն Իրանի դեմ։ Ես չեմ նայում ցույցերին որպես առանձին դրվագ։ Սա մեծ հակամարտության եւ Իրանի դեմ ճշմարան գործընթաց է։ Մենք հիշում ենք երկու էսկալացիա 2024 թվին, մենք հիշում ենք 12 օրվա պատերազմ 2025 թվին, հիմա մենք տեսնում ենք, որ ցույցեր տեղ ունեցան եւ Իսրայելը Միացյալ Նահանգները պատրաստում են հարվածներին Իրանի դեմ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նույնպես մասնակցեց ցույցերին, բայց դրանք հենց իրենք էին կազմակերպել, ցույց տալու համար, որ վերահսկում են իրավիճակը երկրում։ Թեև ցույցերի մասշտաբները գնալով փոքրանում են, սակայն լարվածությունն Իրանի շուրջ պահպանվում է։ Հունվարի 14-ին Washington Post-ը հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերել ռազմական տեխնիկայի մի մասը Քաթարում գտնվող ռազմաբազայից։ Իրանն ավելի վաղ սպառնացել էր հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն փորձի ռազմական միջամտություն կիրառել իր նկատմամբ։ Հայաստանում Իրանի դեսպանը տեղի ունեցողը 2025 թվականի 12-օրյա մարտական գործողությունների շարունակությունն է համարել։ Այն ինչին մենք ականատես եղանք հունվարի 9-ին եւ 10-ին, կարող ենք ասել, որ Իրանի դեմ պատերազմի 13-րդ օրն էր։ Իրանը Հայաստանի մեծությամբ 4-րդ առևտրային գործընկերն է։ Երկու երկրների համատեղ առևտրաշրջանառությունը հասնում է տարեկան $700 միլիոն։ Քաղաքական կամ տնտեսական ցանկացած լարվածություն Իրանում իր ազդեցությունն է ունենում Հայաստանի վրա։ Մեզ համար այս իրավիճակը գերկարևոր է, որովհետև գիտեք մենք ունենք երկու հատ սահմաններ, երկու հատ բաց սահման, մեկը Իրանի հետ եւ մեր էքսպորտի ավելի քան 30%-ը Իրանով է անցնում։ Եվ երբ որ 2025 թվականի պատերազմի ընթացքում ինձ թվում է շատերը հիշում են ինչպես մեր էքսպորտը խնդիրների հետ առաջացավ։ Ինչը կարևոր մեզ համար։ Առաջին այսօր Տրամփը հայտարարեց, որ նրանք ով շարունակում են առևտուրը Իրանի հետ, կպատժվեն 25% տարիֆներով։ Իսկ ինչ են պատրաստում անել մեր իշխանությունները, որպեսզի այդ մաքսատուրքերը չտարածվեն Հայաստանի վրա։ Մենք ծանոթանում ենք բովանդակությանը եւ ըստ անհրաժեշտության կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր պատեհ առնչվող գործընկերների հետ։ Պաշտոնական տվյալներով Իրանում բնակվում է շուրջ 200,000 հայ։ Թե ինչ վիճակում են հիմա, քանի զոհ, վիրավոր կամ ձերբակալված կա իրանահայերի շրջանում, հայտնի չէ։ Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում։ Եվ շարունակելու ենք մեր ջանքերը։ Հայաստան ժամանած իրանահայերից մեկը Ազատությանը պատմել էր, որ ցույցերի ընթացքում 4 հայ երիտասարդ է զոհվել։ Իրանց զոհերի, իրանց զինվորների, այո, տանց ասում է, բայց թե ժողովրդին չեն ասում։ Կկարողանան արդյոք Այաթոլլահ Խամենեին եւ նախագահ Փեզեշքյանը պահել իշխանությունը երկրում, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը կհասնեն վարչախմբի տապալմանը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Հիմա ամեն ինչ կախված է մեկ մարդու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը։ Մեզ կարող եք հետևել նաեւ սոցիալական ցանցերում։ Իսկ եթե կարևորում եք մեր աշխատանքը, կարող եք միանալ նաեւ մեր Patreon-ին վճարելով ամսական սկսած ընդամենը $2։
Թեմը համար 1-ի հաջորդ թողարկմանը սպասեք շաբաթ 12:30-ին։